Քաղաքացիական պայմանագրից ոչ ոք ներողություն չի խնդրել առայժմ այս անհետեթության համար, ինչի էին վերացրել այդ սահմանափակումները, ոչ ոք չի պատրաստվում բացահայտել մեղավորներին հանել մայրուղի, ասենք քաղաքացիական պայմանագրի խրոխտ падգամավորներ, պետական իրավական հարցերի հանձնաժողով, այն մեկին էլ ղրգեցին սահմանադրական դատարան տխրահռչակ Վլադիմիր Վարդանյանին։ Բա ով դինայր, պարոն Վարդանյան, հա՞։ Թե գնացիր պրծարել, կապ չունես դու։ Ինչի՞ չեք նայել։ Եկա հանձնաժողով եք ոչ ու պարով։ Բա նայեք մի հատ ընտրական օրենսգիրքը բան եք փոխում, մեջը, բա չեք նայել ինչ եք ջնջել հանել։ Թե լեզվին տալը հեշտ է, կործանելը դժվար է մի քիչ։ Ելեք հիմա ամբիոնից ներողություն խնդրեք ժողովրդից այս խայտառակության համար։ Գնահատելի է, որ վերականգնել եք ձեր թույլ տված սխալը, բայց որ չենք տեսնում ձեր մեղայականը, վրիպակ է տեղի ունենում։ Ինչ վրիպակ, ատարն էիք բաց թողել, թե պտառը։ Չէ, դրել քանդակել եք։ Ոչ ոք չի նայել ձեզնից։ Չէ, ձեր գործներ փող եք ստացել դրա համար, պետք է նայեիք, սրա համար եմ բացադրում ու սրա համար է զայրույթս չի զսպվում, էլի։ Հիմա եկուս մյուս օր կարող է էլի վրիպակներ հայտնաբերեք, ով իմանա։ Հետո նոր վրիպակներ հայտնաբերեք, հետո վերջը։ Մինչև երբ եք քանդակելու այդ ընտրական օրենսգիրքը։ Մանավանդ սա կոսմետիկա է, ժողովուրդ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։